Սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանի տեղադրած գրառումները գրավել են ոչ միայն նրա հետևորդների եւ քաղաքական գործիչների, այլ նաեւ հոգեբույժների ուշադրությունը։ Հատկապես մտահոգիչ է համարվում տեսահոլովակները, որտեղ երկրի ղեկավարը իրեն տարօրինակ է պահում եւ գրեթե թմրած վիճակում լսում է տարբեր երգեր, այդ թվում Զենֆիրայի «Ներիր ինձ իմ սեր» երգը։ Բժշկական գիտությունների դոկտոր հոգեբույժ Կարեն Ներսիսյանի խոսքով վարչապետի վարքը կարող է համընկնել երկրորդ տիպի երկբևեռ անձնային խանգարման կլինիկական պատկերին։ Այդ իրավիճակը բնութագրվում է էմոցիոնալ տատանումներով, տրամադրության հանկարծակի փոփոխություններով եւ տագնապներով։ Սա խիստ բացասական է ազդում իրականությունը ճիշտ ընկալելու վրա եւ հանգեցնում այնպիսի վարքագծի, որը վտանգավոր է ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց համար։ Հոգեբույժը կոչ է անում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակի անկախ բժշկական փորձաքննություն։ Քաղաքագետները Փաշինյանի վարքի այս վտանգավոր փոփոխությունների հիմնական պատճառ են համարում պետական մակարդակով քաղաքական խնդիրները, ինչպես նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում կրիտիկական կետի հասած ներքին կոնֆլիկտները եւ մոտեցող ընտրությունները։